Շատ լավ, այսօր պիտի շարունակենք աննյութը, որ սկսանք անցյալ չորեքշաբթի եւ սկսանք խոսել տնտեսական ազատության մասին, տնտեսական ազատություն կամ թե ֆինանսական ազատության մասին եւ ասենք թե ֆինանսական ազատություն ասել չէ թե մեկը շատ տրամ ունի ամեն ուզածը գրնա քնել իր ամեն պետքերը լեցված են եւ այս բաները այո լավ բաներ են որ Աստված կուտա բայց փուն ֆինանսական ազատություն անիգա չէ եւ դες սկսանք սերդել թե ինչ են քաղաքները ֆինանսական ազատության եւ այսօր պիտի վերջացնենք այս բաժինը առաջին գեդին վրային անցանք թե ինչ է քաղաքնիկը ֆինանսապես ազատություն ունենալ առաջին ասենք թե Աստուծո համար հարստանալ, այսինքն ինչ բան որ գունենանք Աստուծո բաժին դանք, Աստուծո իր բաժինը դալով Աստուծո թակավորության օգտակար դառնանք եւ օրինակներ բերինք, բառնապասեն եւ ուրիշ անձերեն սուպիրքի մեջ, որ ինչպես իրենց փապակներ Կորինթոսի եկեղեցին, որ Աստուծո կորձը հարաճ երթա եւ ինչ որ գնային մտքերնու մեջ առաջին դեղը այն էր որ այս ունեցածս ինչպես կրնամ Աստուծո փառքին համար կործածել Աստված ինչպես կրնա փառավորվել եւ Աստուծո կորձը ինչպես հարաճ կրնա երթալ եւ առաջին քաղաքնիկը այդ է եթե մենք գտնենք Աստված կարստանանք Աստուծո համար երկինքը կանցեր գտիզենք եւ անգե ավելի լավ բան չենք կնարնել այս աշխարհի վրա որովհետեւ ինչ որ այս աշխարհի վրա ունենք հոսպիտի մնան եթե Աստուծո համար չկործածվին եւ երկինք չգրգենք մեզ մե առաջ հոսպիտի մնան եւ վերջավորության սատանային ցերկը պիտի անցնի բոլորը ուրեմն որքան կարելի է մեր ունեցածները հիմակվնե երկինք ճամփենք երկինքի մեջ ինվեստենք ներդրենք եւ որբեսի գարնանք երկինքի մեջ ալ հարուստ լալ ոչ միայն աշխարհի վրա Երկրորդ քաղաքնիկը ֆինանսական հարստության ծիրելներ կողունակ սիրտ ունենալն է եւ ասիգա գաբ ունի մեր հավատքին հետ կողունակ սիրտ ունենալը գաբված է մեր հավատքին հետ ամենադժվար բաները մեկը մարդուն համար հոգեվորի հավատացյալի համար կողունակ սիրտ ունենալ է մանավանդ Գաբրինք այնպիսի աշխարհի մեջ, որ նյութաբաշտ է եւ մինչեւ վերջ մեր շուրջը գտեսնենք, գլսենք խոսքեր, որ ասիալ պետք ունիս, ասիգա քեզի ավելի լավ գնե եւ միշտ անշուշտ կովասներ, որ գլսենք, մեզի մեր մտքերն հետ կխաղան, ասելով, որ քունեցածը այնքան լավ չէ ասե ավելի լավ է եւ այս մեկը պետք ունիս եւ այդ կովասներու միջոցով պատճառով մենք միշտ կփորձվենք մեր ունեցածեն կողչլալ եւ ավելին փնտրել եւ անշուշտ ինչպես անցյալ շաբաթ խոսեցանք կրեդիտ քարտերու մասին միշտ մեզի այս մշակույթի մեջ որ գաբրինք մեզի կքաչալերը որ Հիմա ար հետո վայելե հետո գվճարես եւ այդ մտայնությունը մինչեւ վերջ կդարածվի եւ կփոխանցվի մեզի ուրեմն ինչ է կողունակ լալը կողունակ սիրտ ունենալը ինչ է կողունակ սիրտ ունենալ կնշանակե ունենալ փափակը եւ կարողությունը ապրիլ այն բանով որ Աստված մեզի տված է Աստված ինչ որ տված է անով կողլալ եւ անոր մեջ ապրիլ անով ապրիլ ավելին չփնտրել եթե Աստված ավելին դա շատ աղեք բայց եթե Աստված չդար եղածովը կոհանալ եւ ադոր այդ սահմաններու մեջ ապրիլ այն է որ մեզի պիտի օգնե կողունակ սիրտ ունենալու Փիլիպեցիս 4:12 գսե գիտեմ չկավորություն քաշելը
գիտեմ շատ ունենալը ամեն բանի մեջ ամեն կերպով աղեք սորվեր եմ թե կշտանալը թե անոթենալը թե շատ ունենալը եւ թե բագասություն քաշելը Բողոս Արաքյալին խոսքերն է ասի գսե ամեն բանի մեջ գսե ես սորված եմ կողունակ սիրտ ունենալ ամեն բանը անցած եմ շատն ունեցած եմ քիչն ունեցած եմ եւ ինչ որ եղած է վիճակից անոր մեջ ես կողունակ եղած եմ եւ կտեսնենք որ կողունակը լալը անգախ է մեր բարականերեն այս համարին ասածին ամեմատ բայց այսօր շատերս մենք միշտ մեր կողունակությունը կգաբենք մեր վիճակներուն է մեր բարակաները մեր կողունակը լալը կորոշեն կողունակ կնանգլալ կամ չեն կնալալ մեր նյութական մանավանդ նյութական ֆինանսական վիճակներն են որ մեզի կորոշեն թե ուրախ բիլանք կողունակ բիլանք թե ոչ շատեր այսօր գադամ որ կողունակ կլան երբ որ իրենց ուզածները կդարվին իրենց ուզածները ունենան լադիգա տրամ լադիգա ավելի լավ կորց որ ավելի վճարում ունի կամ ավելի մեծ դումը եւ այս բոլորն են որ կգարձեմ որ իրենց կողունակ սիրտ պիտա երբ որ ունենան առաջին Դիմեթրիոս 6:6 նայեցեք ինչ կսե մեզի ինչ խրատ կուտա կսե սակայն աստվածաբաշխությունը կողունակությունով մեկտեղ մեծ շահավաճառություն մնե աստվածաբաշխությունը կողունակ սիրտով մեկտեղ մեծ շահավաճառություն է այսինքն մեկը անգավել լավ բան չի գնանալ աստվածաբաշխություն եւ կողունակ սիրտ երբ այս երկուքը միասին կբերես ամենաուրախ անձը գլաս եւ շահավոր գլաս կսե Արագած 15-17 նայեցեք ինչ կսե կսիրեմ Արագացի համարները Արագած 15-17 կսե ավելի աղեկ է սեր եղած դեղը խոդեղեն գերագուրը քան թե քեր զվարագը ադելությունով հետաքրքրական է այս համարը ինչս էլ գուզե այսինքն բագաս թողլա այսին արad պայման չէ որ արad լա բայց հոնդեղը սեր թողլա սերը գավված է աստվածաբաշխության հետ որ սերը մեջտեղ ուկա եւ մարդիկ աստծո ուզածին պես կաբրին աստված սերը եւ գսե սիրեցեք ձեր ընկերները ձեր բարեկամները եւ ասիգա գծուցնե թե եթե աստծո ուզածին պես կաբրինք ադիգա շատ ավելի լավ է չկավորության մեջ քան թե շատ ունենալ եւ աստծո ուզածին պես չապրիլ Ժողովողի 5:12 կսե քաղցր է աշխատող մարդուն քունը թե շատ եւ թե քիչ ուդե բայց հարուստին գուշ տլալը չի թողուր որ անիգա հանգիստ կնանա եւ ասիգա իրական ճշմարտություն է ցեզի գնամ վգայել կորձի սպերմամբ հանդիպած եմ մարդերու որ շատ հարստություն ունեցած են եւ շատ հարստություն ունին եւ այս մարդիկը միշտ քուներնին կփախցնեն որովհետեւ չեն գիտեր թե իրենց ունեցածը ինչպես պիտի բահեն կամ շատցնեն եւ հոստեղ սե քաղցր է աշխատող մարդուն քուրնա այսինքն մարդը որ ինքն պետք է գանե հանգիստ կյանք կաբրի ադիգա հանգիստ կքնանա չի մտածվիր շատ ունենալովը Փիլիպպեցիս 4:11 կսե ոչ թե գարոդության համար գսեմ վասնզի ես սորվեցա քող ըլլալ իմ գտնված վիճակիս մեջ Պողոս Արաքյալն ասինորեն գսե քիչ աչքարտացին կսե շատն ունեցած եմ քիչն ունեցած եմ եւ ոչ մեկ բան ինձ գաստել կողնակ լալու մեջ հոս կսե սորված եմ
սորված եմ, ուրեմն կողնակ լալը ինքնին մեջ չկար, պետք է մենք մեզի սորվեցնենք կողնակ լալը, որբեսի գարնանք ուրախ լալ։ Նորեն ոստեղ 12-րդ համարի մեջ որ գարտացինք, աղեք սորվեր եմ գսե, շարունակությունն ալ, հոն գսե, աղեք սորվեր եմ, Ուրդեղ են սորվեր եմ Պողոս Արաքյալը, Աստծո խոսքեն, եւ անշուշտ իր անձնական փորձառություններեն, ինչ որ բացադրե, հոնդեղը գսե աղկադլալնալ գիտեմ, հարուստլալնալ գիտեմ, փամունենալ, փամաչունենալն ամենենալ անցած եմ, եւ այս բոլորեն ինքը անցնելով սորված է, եւ գուսամ որ մենք ալ գսորվինք մեր կյանքի վիճակներեն կողունակ լալ ամեն ադեն ամեն բանի մեջ։ Ինչու համար սորված էր 19-րդ համարի մեջը Փիլիպպեցիս 4 գսե եւ իմ Աստվածս ծեր ամեն բիդույքը պիտի լեցնե իր ջոխության չափովը Փարքովը Քրիստոս Հիսուսին ցերկով։ Այս էր որ սորված էր Պողոս Արաքյալը այս խոստումը որ Աստուծո մենք ունենք գսե մեր ամեն բիդույքը պիտի լեցնե իր ջոխությանը չափովը Փարքով Հիսուս Քրիստոսի ցերկով։ Եթե գվստահենք այս խոստումին, որ հավատքի հետ կապ ունի, մենք կրնանք կողունակ սիրտ ունենալ, ուրախ լալ ամենադեն կողլալ մեր վիճակներեն։ Եվ այսօր շատ հավատացյալներ դերոջը արիք չեն դար, որ հայթայթե իրենց բդույքները եւ ադոր պատճառով միշտ թշկող են եւ չեն սպասեր Աստուծո փորձեն Աստուծո առաջ անցնել եւ այս բանը որ գնեն իրենց վնաս կբերեն եւ ասիգա մանավանդ իրենց ֆինանսական վիճակներում մեջ եթե այսպես գբարվին պիտի չգարենան Աստուծո բարիքները վայելել այս Աստուծո խոստումները որ հավատքի հետ կապված են Եբրայեցիս 13 5-6 գսե Փարքերնի արձաթասեր չլա Փավական սեբեցեք որ չափան որ ցերքերնիտ կա վասնզի ինքս ավթե փնավ քեզ բիդի չթողում ու փնավ քեզ երեսե բիդի չցկեմ այս այնպես որ գհամարցագինք ասելու դեր իմ օկնականս է ուստի ես բիդի չվախնամ մարդը ինձի ինչ բիդի է ինչ կերածիկ համար մնե ասիգա ուրեմն ինչ է կողունակ չլալու հագարագը կողունակ ներոտուն կողունակ լալու հագարագը ինչ է ակահություն սե Փարքերնի արձաթասեր չլա եթե մեկը կողունակ չէ այնադեն արձաթասեր ակահ պիտի դառնա ակահության եդեմ դերտա մեկը գրնասնել չես գրնար երկուքնալ գրնասել որ դու հավատացյալ ես բայց եթե թշկող ես քու վիճակետ գիծածերիր որ քու հավատացյալ ասելովդ պիտի դու ակահության եդևե երտաս արձաթասյուրության որտեվ կթշկողիս քու վիճակետ եւ ինչ բանի մեջ կսե Փավական սեբեցեք որ չափան որ ցերքերնիտ կա ինչ որ ցերքերնիտ կա անոր մեջը կող եղեք կսե հոստերը Եբրայեցիներուն եւ ճշմարիտ կողունակությունը կհանգչի Աստուծո խոստումներուն վրա որ ինքը երբեք մեզի պիտի չթողու գսե ու փնավ քեզ երեսե պիտի չցկեմ երբ որ հավատացյալը այս խոստումները կմոռնա Աստուծո անարգած կլա ցևոմը եւ չի գարնար Աստուծո օրհնությունները վայելել ինչ որ Աստված խոստացած է որ պիտի դա եւ ասիգա կարեւոր խոստում մնե որ մեր ամենօրյա կյանքերում մեջ պետք է չմոռնալ որովհետեւ գարենանք շիդակ կետրոնացում ունենալ մեր ֆինանսական վիճակների մեջ որովհետեւ ֆինանսականը ուզենք չուզենք մեր կյանքին մեջ մեծ բաժին կբերե եւ մենք պետք է որ զգուշանանք թե ինչպես մեր ֆինանսականին հոգ կդանենք
Եվ վերջին քաղաքնիկը ֆինանսական ազատության այն է, որ մենք բարդք չունենանք ուրիշներուն։ Շատ բարձ է, բայց կցավեմ ասելու, որ շատ անգամ փորձության մեջ գինանք։ Մեր պատասխանատվությունն է, որ մենք մեր վրա բարդք չտնենք ոչ մեկ կերպով։ Անշուշտ Աստծո խոսքը մեզի չսեր, որ երբ որ մեկը բարդքի առնե մեղք կգործե, բայց շատ տեղեր կգարտանք, որ չի կաչալեր էր, որ հավատացյալներ բարդ կունենան։ Եվ ինչ են պատճառները կրնանք կարդալ Աստծո խոսքի մեջ։ Հիմա Սուրբ Գիրքի մեջ կան բաներ, որ մեղք չեն, բայց նույն ադենալ լավ օգտակար բաներ չեն։ Այսինքն, եթե կարելի է խուսափել անոնց մեջ, շատ ավելի լավ կլա մեզի, քան թե անոնց մեջ ինալը։ Սամոս 37-ը 21-ը ամփարիշտը փող կառնե եւ չի վճարեր, սակայն արդարը գողորմի ու գուդա։ Հիմա հոսք բարդ տալու մեջ փամնա, ուրիշ դժվարություն ալգա, երբ որ մեկը բարդքի դակ կմտնե, միշտ կրնա փորձվել, որ այդ բարդքն ազատի եւ բարդքն ազատելու համար կրնա փորձության մեջ ինալ, չի վճարելու։ Օրինակ համար credit card-ի բզդիկ bill մգուկա, կամ պայման չէ credit card-ի, գերտաս տեղը bill մգուկա, եւ տուն անիգա չես կրնար վճարել, եւ գծկծկես, որբեսի մորցվի եւ օրը չի վճարես։ Ասիգա ամփարիշտին ռաձը գլա, ոստե ինչ որ սավ ամփարիշտը գնեք սանակ բաներ, ամփարիշտը չի վճարել։ Ուրեմն բարդքը իր հետ փորձություն կբերե, որ տուն այդ բարդքեն խուսափիս եւ չվճարես։ Հավատացյալը պետք է իր բարդքերը վճարե, եթե բարդ ունի, որ պետք չէ, որ չափ կարելի է չունենալ։ Ելիցի մեջը կգարտանք, Ելից 22 14 Եվ եթե մեկը իր թրացիեն անասուն փոխարն է, ու անիգա վնասվի կամ մեռնելու լա, ու անոր դերը իրեն հետ չլա, ինք անշուշտ պիտի հադուցան է։ Աստծո խոսքը մեզի հստակ կբադվիրե, որ եթե բարդ ունենք, անոր փոխար ադոր դերը հադուցանենք, ինչ որ պետք է դրվի։ Արագած 22 7-ը երկրորդ մասը գսե եւ փող առնողը փող տվողին ծառա գլա։ Պատճառ միևս ինչու Աստծո խոսքը չի կաչալեր, որ մենք փող տրամ առնենք։ Գսե փող առնողը փող տվողին ծառա գլա։ Ասիգա շիդագեր 5 դագարանի մեջ, շիդագ է ներգայիս եւ շիդագ պիտի լա մինչեւ վերջ։ Երբ որ մեկը մեկումը բարդ կունի, այդ անձը անոր ծառա կլա։ Անոր ծառան գթարնա։ Հիմա մեկը պիտի ասե, որ ես կվճարեմ ամեն ինչը ժամանակին կվճարեմ, քերի չեմ լար անգարելի է որ քերի լա։ Սեբոմը այո, շիդագես, բայց իրականության մեջ վերջավորության քերի ես մինչև այն ադեմ որ այդ բարդքը չես վճարած որովհետև գարանտի չկա որ այդ բարդքը պիտի գնաս վճարել եւ այն վարյանին որ տուն չգարնաս այդ բարդքը վճարել արդեն քերի դարձար բարդադերին Իշեք անցալ չորեքշաբթի օրինակը բերինք որբևարի գնգան, որ իր զավակը պիտի գործընծներ, որովհետև ամուսինը մեռած էր եւ բարդ կուներ եւ ասիգա իրականություն է այսօր գնաս բոլոր ստացված գործընծներ բարդքին երեսեն եւ բարդքը վտանգավոր բան է արփին հարցում մարդուց անշաշապատ, որ այս շաբաթը ավելի չի պատասխանեմ,
բայց սկզբունքը այն է, որ որքան կարելի է բարդ չունենալ։ Սուրբ Գիրքը չսեր, որ բարդը մեղք է, բայց բարդ ունենալը իր հետևանքներ ունի եւ լավ հետևանքներ չեն։ Մեկ բան բարդ պետք է ունենանք գսե, մեկ բանի մեջ բարդ ունեցեք եւ գսիրեմ այս մեկը Ռոմայցիս 13:8 մեզի գսե ասոր մեջը բարդ ունեցեք։ Փնավ մեգուն բարդագամ մի գտնվիկ, բայց գսե միայն մեգզ մեկ սիրելու։ Եթե գուզես մեգուն բարդ ունենալ, սիրելու մեջ բարդ ունեցիր։ Որքան բարդ ունենաս սիրելու մեջ, այն ավելի լավ է քեզի համար։ Եվ անշուշտ այս սկզբունքը շատ ուրիշ բաներու մեջ ալ գրնանք կործածել է մեզի շատ օգտակար գրնա լալ մեր աշխատանքի մեջ օրինակ համար։ Ես այս համարները ինձ համար արած եմ բարդ չունենալը այն ցևով, որ եթե մեկ ինձ մե փամ ուզե կործի մեջ, նախ իմ ընելիքներս առաջ ադի գնեմ եւ չեմ ուզեր բարդ կունենալ, ընելիք բարդ կունենալ ուրիշին։ Գնեմ եւ ադիգա գահանցնեմ ամիջապես, որ ես հանդարտ լամ իմ կործիս մեջը գարնամ գետրոնալ, որովհետեւ մեգումը բարդական չեմ փամը դալու։ Եվ վիդի տեսնեք, այսպիսի բաներ որ եթե մեր անձնական կյանքի մեջ ալ անցնենք, պիտի տեսնենք, որ որքան մեր կյանքերը ավելի գարքի պիտի մտնեն եւ պիտի ավելի խաղաղություն ունենանք եւ ջնշումները պիտի մեր վրայեն բերնան եւ պիտի գարնանք ավելի բաց մտքով, ավելի գետրոնացած մեր աշխատանքի վրա գետրոնանալ։ Եվ այսպիսի շատ քեղեցիկ ճշմարտություններ կան Սուրբ Գիրքի մեջ, սկզբունքներ, որ ոչ թե միայն հոգևոր սկզբունքներ են, այլ նաև ամենօրյա մեր կյանքի մեջ, երբ որ գործածենք, կնան մեզի շատ օգտակար լալ։ Ադոր համար Սուրբ Գիրքը ես շատ կսիրեմ։ Սիրե միան սիրո մեջ բարդական եղիր, չմոռնանք այս մեկը։ Ուրեմն այսօր մեկ բան որ հոս կտեսնենք ֆինանսապես ազատություն ունենալու համար ամենաթյուրին ցևը այն է որ մենք բարդական չլանք ոչ մեկուն ադիգա մեզի արդեն ամեն բան է կազատե շատ լավ այստեղ պիտի գնամ այսօր որովհետև կալ շորեքշաբթի պիտի անցնենք ինչ բաներ արկել կդառնան, որ մենք ֆինանսապես ազատություն չունենանք, անոնց վրա պիտի գետրոնանք, դա քիչ մը դարբեր նյութ է, հոս պիտի գնամ, բայց ինչ որ ասի այսօր, այս երեք քաղաքները, առաջին հարստանալ Աստուծո համար, երկրորդ քողունակ գալ, երրորդ բարդ չունենալ, եթե այս սկզբունքները մեր կյանքերու մեջ բարձր դեր կբռնենք, պիտի տեսնենք, որ մենք շատ հաջող կյանքեր պիտի ունենանք Աստուծո փառք բերող եւ Աստուծո համար կործածված կյանքեր դերը պիտի փառավորվի մեր կյանքերով դերը օրհնե բոլորին